Պարոն Մամիջանյան, նախ ընտրությունների մասին, սկսենք հենց sense պարզ հարցով, սպասելի էր ձեզ այս ելքը, թե ոչ։ Եկեք ես չասեմ իմ համար այս ելքը սպասելի էր, թե սպասելի չէ, որովհետև մի տեսակ այդ պատասխանը կարող է նյարդայնացնել ինչ-որ մարդկանց։ Ես այլ բան ասեմ, բոլոր այն խախտումների մասին, որոնք բարձրաձայնել են իմ ընդդիմադիր գործընկերները, վստահ եմ, որ բոլորը տեղյակ եք, բայց այս աղմուկի մեջ մի տեսակ առանց ուշադրության մնաց ԵԱՀԿ ժմիկ նախնական զեկույցը, որը մեղմ ասած չի արտացոլում իրականությունը, բայց այնտեղ կան շատ կետեր, որոնք ակնհայտորեն գրված են այն պատճառով, որովհետև հնարավոր չէր ուղղակի չգրել։ Հստակ գրված է, որ այն սոցիալական աջակցությունները, որոնք իշխանություն կոչեցյալները տրամադրել են նախընտրական շրջանում, խախտում է։ Հստակ նշված է, որ Փաշինյանի խոսույթն է խախտում։ Հստակ նշված է, որ առկա է թիրախավորում, առկա է ատելության խոսք եւ այլն, բևեռացվածություն, ոնց որ մի քանի տեղ հատուկ գրվում է։ Դրա նախաձեռնողը իշխանություններն էին, դրա նախաձեռնողը իշխող մեծամասնությունն է։ Ուստի սա նորից չկրկնվելու համար գործընկերներից ասածները խախտումները շատ են ու ընդդիմադիրները դրա մասին խոսում են, դեռևս շարունակելու են խոսել, բայց նույնիսկ միջազգային դիտորդները տարբերակ չեն ունեցել հաշվի առնելով աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, չարձանագրել են խայտառակությունները, որոնք եղել են այս ընտրությունների ընթացքում։ Մամիջանյան, ըստ ձեզ միայն այդ խախտումներն են պատճառը, որ ընդդիմադիր ուժերը, նույնիսկ միասնական ընդդիմադիր ուժերը չանցան խորհրդարան։ Անցան, բայց մեծամասնություն։ Հետաքրքրական հարց եք տալի։ Գիտեք, ձևակերպեմ պատասխանս այսպես։ Այդ խախտումները առկային միանշանակ։ Դրանց պիտի լինեն հետևանքներ միանշանակ։ Մնացած բոլոր խնդիրների հետ կապված, կարծում եմ, որ բոլորս էլ անելիքներ ունենք, բոլորս էլ հետևություններ ունենք անելու, ու դա նորից եմ ասում, ոչ մի կապ չունի, խախտումները այո եղել են, այդ խախտումները այո ազդեցություն են ունեցել, դրանք անթույլատրելի են, ու դրա հետևից բոլորս միասին, որպես ընդդիմություն, որպես հայրենասերներ, պիտի գնանք։ Իսկ մնացած բոլոր այլ հետևությունները, թե ինչ կարելի է ավելի լավ անել, որտեղ կարելի է հետագայում քարոզչությունը ավելի ուժեղացնել, խոսակցությունը քաղաքացու հետ, մեր քույրերի եւ եղբայրների հետ ինչ ձևով տանել, դա ես չեմ կարծում, որ որևէ իմաստ կա, որ ես հրապարակային որևէ մեկին խորհուրդ տամ, այդ ամեն ինչը յուրաքանչյուրը վերլուծում է իր համար, այն մարդիկ, ովքեր ինձ այդ խորհուրդը լսելու ցանկություն ունեն, ինձ զանգում են եւ այդ խորհուրդը լսում։ Պարոն Մամիջանյան, եւ հնարավոր է իրավիճակը բերի այսպես դարձի շրջանը սյուր լինի եւ հանգեն իմպիչմենթի օրակարգին։ Ես հիմա բավական հետաքրքրական կարգավիճակում եմ գտնվում։ Ես իհարկե ունեմ հնարավորություն ասելու, բայց չեմ անի։ Ամենաշատ ձայներ հավաքած հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարի Նարեկ Կարապետյանի երեկվա ասածներից ակնհայտ երևում էր, որ իրենք մեծ ուշադրություն են դարձնում իմպիչմենթ գործիքին։ Հասկանալի, շնորհակալություն։ Մամիջանյան, հիմա օրակարգում ամենաառաջնային հարցը վերցնել մանդատները, թե չվերցնել դուք որպես ներկապահին խորհրդարանում պատգամավոր, ինչ դիտարկում ունեք, ինչ կարծիք ունեք այդ հարցի։ Կներեք, բայց նույն պատասխանը պիտի տամ։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր գործընկերներին հրապարակային են խորհուրդներ տալիս։ Ես իմ խորհուրդները տալիս եմ անձնական զրույցների ժամանակ այն մարդկանց, ովքեր խորհուրդը հարցնում են։